Բարև ձեզ սիրելի հետևորդներ, Բաստիոն հաղորդաշարի այսօրվա հյուրը խորհրդահայ դիսիդենտ Ազատ Արշակյանն է։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Ես կարծում եմ, որ չկան։ Երկու պատճառով։ Առաջինը, որ այդպիսի միջազգային համապատասխան կառույցների գնահատականով այդպիսին չկա, տեղական համապատասխան հասարակական կազմակերպությունները նույնպես չեն հայտարարել, որ կան քաղբանտարկյալներ, բայց քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներ կան։ Ես դրանց չեմ համարում խղճի կամ նույնիսկ հոգևորականին, որը որ ազատազրկված է, ես չեմ համարում, որ նա խղճի բանտարկյալ է։ Խղճի ազատության համար ազատազրկված չկա, քաղաքական հայացքների համար ժողովրդավարական երկրում ազատազրկված չկա, այսինքն մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, ըստ էության չի կարող լինել քաղբանտարկյալ ժողովրդավարական երկրում։ Երկրորդը, որ այդպիսի գնահատական մասնագետ կառույցները չեն տվել։ Ես ինքս դրանով չեմ հետաքրքրվում։ Վստահում եմ այդ երկու ինստիտուտին, ժողովրդավարական Հայաստան ինստիտուտին, որ ժողովրդավարական է։ Երկրորդը, որ այդպիսի գնահատական չեն տվել համապատասխան կառույցները։ Պարոն Արշակյան, այսինքն դուք հավատում եք, որ Բագրատ Սրբազանը պատրաստվում էր ահաբեկչություն անել, Սամվել Կարապետյանը, չգիտեմ, հեղափոխություն էր ուզում անել։ Ես ծանոթ եմ իրենց հայտարարություններին, դրանք համարում են պետական հանցագործության փորձ, ծրագիր։ Պետական հանցագործության, կա պետական հանցագործություն, քաղաքական այդ իմաստով քաղաքական հանցագործություն կա եւ խղճի ազատության, այսինքն ժողովրդավարության դեմ եղած հանցագործություն, որ հատուկ է բռնապետություններին։ Սամվել Կարապետյանի բանը որն է, որ ասում է մեր ձևով միջամտել ենք։ Հա, ձև կա քաղաքականության մեջ, կա քաղաքական ձևը, ժողովրդավարության ձևը։ Եթե դա ժողովրդավարական չի, քաղաքական չի, ցանկացած այլ ձև քաղաքական իշխանություն ձեռք բերելու համար դա հանցագործություն է։ Պարոն Արշակյան, եկեք ուրեմն ես մի քիչ վերաձևակերպեմ հարցը։ Ինչու է, որ ռուսական կողմնորոշում ունեցող կամ ռուսամետ գործիչների դեպքում արևմուտքը չի օգտագործում քաղբանտարկյալ բանը, բայց եթե այդ մարդիկ արևմտամետ դիրքորոշում ունեն, ապա իրենք քաղբանտարկյալներ են։ Շատ հետաքրքիր հարց է։ Ինձ դա շնորհակալ եմ հարցի համար, որովհետև ես հնարավորություն ունեմ արտահայտվելու։ Ուրեմն կարևորը չի արևմտամետ, թե արևելամետ, կամ հյուսիսամետ, կամ հարավամետ։ Կարևորը, որ մեր մոտ կա ժողովրդի կամք։ Ժողովրդավարական երկիր է, նույնիսկ մեր այս շատ վատ սահմանադրությունը, որը ես ստիպված հարգում եմ։ Ընդունում եմ, որովհետև օրենք է դա։ Այդտեղ գրված է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսինքն ժողովուրդը երկու անգամ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին։ Ժողովուրդը մի քիչ մենք ասենք զգացմունքային ձևով ենք ասում, իսկ ընդհանրապես քաղաքացիները երկու անգամ իրենց կամքը հայտնել են մի անգամ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայտնել են, որ Հայաստանի քաղաքացիները ուզում են դուրս գալ սովետական միության կազմից, ստեղծել ժողովրդավարական անկախ պետություն, այլ համարժեք հանրաքվե ժողովրդի կամքը իմանալու համար չի արվել։ Այսինքն մասնակիցների 99%-ը դա մի տեսակ մեր բնութագիրն է, ոնց կուզեք, ուզում եք ատեստատ ասեմ, չգիտեմ, լիցենզիա, այսինքն մեր ժողովուրդը 99%-ով մասնակիցների 2.5 միլիոն Հայաստանի Հանրապետության իդեպ բազմազգ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասել են, որ մենք ուզում ենք ունենալ անկախ պետություն ու դուրս գալ հատուկ SSR-ից, SNG-ից, ոսկե հորդայից եւ այլն դուրս գալ է, դա մեկ։ Երկրորդը, որ պարտադրված է մեզ, այ մենք պարտադիր ենք որպես քաղաքացի, ուղիղ 1 տարի առաջ օրենքով սահմանված կարգով մեր քաղաքացիները նույնպես դիմեցին իշխանություններին կամ աշխարհին, ասեցին, որ մենք ուզում ենք մեր հարաբերությունները խորացնել
սերտացնել Եվրոմիության հետ, այսինքն ուզում ենք գնալ դեպի Եվրոպա, չենք ուզում գնալ դեպի Արևմուտք, չենք ուզում գնալ դեպի Պարսկաստան, դեպի Հնդկաստան, դեպի Չինաստան, դեպի Ոսկեհորդա, դեպի Օսմանյան կամ այլ թուրքական պետություն։ Դա ուղիղ 1 տարի առաջ է եղել մեր ժողովրդին, մենք հարցրել ենք, ես այդ ակտիվիստներից մեկն եմ, ես հասկացա ձեր հարցը տալու ժամանակ, ես դրա համար շնորհակալություն ասեցի։ Մենք հարցրեցինք անձամբ, ես շատ անհանգստացած էի։ Ինչ կասի իմ հայրենիքի քաղաքացին ինչ կարծիք ունի 50,000 ստորագրության փոխարեն շատ կարճ ժամանակում հավաքվեց 60,000 ստորագրություն, մենք ստոպ տվեցինք, մենք ինձ գից եմ համարում իրականում Հովսեփ Խուրշուդյանը հասարակական կազմակերպությունների ազատ քաղաքացի կազմակերպության կողմից, Տիգրան Խզմալյանը Եվրոպական կուսակցության, Արման Բաբաջանյան հանուն Հանրապետության կուսակցությունը եւ Հանրապետություն կուսակցություն։ Նրանք մեծ ռիսկի են գնացել, ես ինչ եմ ողջավորված, ռիսկ կար, ես էլ ռիսկ էի անում, մտածում եմ որ կձախողվենք, բայց չձախողվեցինք, 60,000 ստորագրությունը պարտադրեց օրենքի ուժով։ Ես ճիշտ եմ ձևակերպել, օրենքի ուժով պարտադրեցին իշխանությանը, ազգային ժողովին, որ ինքը ընդունի օրենք կամ մերժի, կարող էր մերժել, օրենքը թույլ է տալիս, որ ազգային ժողովը կարող էր մերժել, ազգային ժողովը ընդունեց, դա դարձրեց օրենք, այդ ստորագրահավաքը, Եվրաքվե կոչվածի, դարձավ օրենք, այսինքն հիմա եթե որևէ մեկը, մենք երկուսով որոշենք մեր հարգելի համակիրների հետ, որ չի համակրում ձեր հաղորդումները կանջատեն, չէ, հնարավորություն ունեն, թե դուք ստիպում եք, որ չանջատեն, կանջատեն, դրա համար շնորհակալություն, որ չեք անջատել դեռ, ուրեմն մենք չենք կարող այդ օրենքը փոխել, եթե չենք հավաքում առնվազն 60,000 ստորագրություն եւ մի քիչ ավել, չեղյալ համարելու այդ որոշումը, օրենքը, ստորագրահավաքի մասին, որ օրենք է, այսինքն եթե որևէ մեկը այլ որոշում է կայացնում եւ ասում մենք մեր ձևով, այսինքն ձեր ձևը դա հանրահավաքը, հանրաքվեն, կներեք հանրաքվեն չի, քաղաքացիների կամքը չի, ուրեմն դա արդեն բռնության, այսինքն բռնությունով, այլ ձևը նշանակում է բռնություն։ Բայց դա ենթադրություն է, պարոն Մարշակյան։ Իհարկե ենթադրություն է։ Եթե պետությունը խառնում է եկեղեցու գործերին, մենք մեր ձևով կմիջամտենք։ Ճիշտ, այո, դուք ով եք։ Ես ասում եմ, ես 60,000 ստորագրություն ունեմ իմ թիկունքում, իմ լիազորությունը, եւ օրենք կա դրա մասին, որ մենք գնում ենք այդ ուղղությունով։ Հենց որ մեկն ասում է, իսկ մենք, ես ասում եմ, իսկ դուք ով եք, ու ինքն ասում է ով է։ Բայց ինքը չի խոսում ռուսական կողմնորոշման։ Ինքն ասում է, դրանից առաջ, չէ, դրանից առաջ իրենք ունեն հատուկ հայտարարություն, որ ասում են մենք դե մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքին մենք շուռ ենք գալու, ինքնորոշվելու ենք, անկախանալու ենք մեր ժողովրդի հայտարարած ծրագրից, մեր ժողովրդի հայտարարած քաղաքացիների ու մեր ձևով մենք հետաքրքիր է որ անկախանալու ենք, գնալու ենք դեպի այն որտեղից որ մենք դուրս ենք եկել էլի ժողովրդի կամքով, այսինքն անկախության հանրաքվեն։ Դա իրենց հայտարարությունն է։ Նրանից առաջ Սամվել Կարապետյանը, ես հետևում եմ, դա իմ մասնագիտությունն է, հայտարարություն ունեն հատուկ, որ հետ գնալ ենք Ռուսաստան։ Այո, Ռուսաստան չէ, հին ստրատեգիական, ռազմական, այսինքն դեղ որտեղից որ Եվրոպա այս ստորագրահավաքի կողմնակիցները ուզում են հանել մեզ։ Այնտեղ այդպես է ձևակ, հիմա տեքստը ձեռքից տակ չկա, իմիջայից լավը չի, հակասություններ կա, առանձնապես բան չենք կորցրել, որ չենք հիշում։ Դրանից առաջ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ինքը համերաշխում է բռնությամբ իշխանությունը, ռազմական հեղաշրջումով իշխանությունը փոխող ուժերի հետ մեկ։ Երկրորդը, ինքը անձամբ իր ֆիրմայով ապահովել է միլիարդ, թե մի քանի միլիարդ դրամով գրավ է դրել, ազատել է մարտի 1-ի
հանցագործության մարտի 1-ին կատարված հանցագործության ղեկավարին ազատ արձակելու համար Ռոբերտ Քոչարյանի համար անձամբ ինքը համերաշխելով նրա հետ նրան ազատել է բանտից։ Ուրեմն նկարագիրը Սամվել Կարապետյանի դա է գրավ է դրել իր ունեցվածքով ազատել է Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում էր, ես չեմ ասում դատավճիռ կա, ցավոք սրտի չկա դեռ դատավճիռը, պատժող դատավճիռը։ Մեղադրվում էր մարտի 1-ի ջարդի, բայց ինքը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալու մեջ։ Այո, դրանք բոլոր դրա հետևանքները սահմանադրական կարգի հավատարիմների վրա կրակեց։ Իր հրամ ինքն է պատասխանատուն գլխավոր, եթե մենք հիմա չմոտնենք այդ իրավական ոնց որ տարբեր Հայաստաններում մենք ապրում մենք այո շատ տարբեր այո մենք եթե տարբեր չլինեինք դուք իմ անունից խոսեիք դուք ասեիք ես եւ այլը ասեիք հիմա ես գիտեմ այդ մեղադրանքը այդպիսին է որը սահմանադրական դատարան մատարան գնաց բայց ես ասում եմ որ իմ պատկերացումը երկրի ղեկավարը պատասխանատու է ամեն ինչի համար այդ թվում մարտի 1-ի համար այդ թվում իշխանությունը բռնությամբ պահելու համար։ Ես այդ դրանում մեղադրվում էր Սամվել Կարապետյանը գնաց կանգնեց կողքը նրանց, ասեց ես նրան ազատում եմ բանտից։ Դե հումանիստ կաղա հումանիզմից ելնելով այո, կամ դրա համար ասում եմ հետագա հաջորդ քայլերը։ Դուք վերագրում եք իրեն բաներ, որոնք վերագրում ինքը վճարել է, ազատել է նրան, իսկ ազատելով նույնիսկ իմ ենթադրությունով ինքը պատասխանատու է մարտի 1-ի համար։ Համերաշխում է նրա հետ։ Դա չի եղել նրա, այսպես ասած, մարդասիրական ակցիան, որտեղ ինքը դրանից հետո հայտարարել է, որ այդ խմբի հետ ինքը պատրաստ է իշխանությունը վերցնելու։ Այդ մյուս հայտարարությունները մեր ձևով մենք, այսինքն պատրաստ ենք իշխանությունը վերցնելու։ Ես համարում եմ, որ այն հայտարարությունները, որ ամեն դեպքում դուք կարծում եք, որ իրոք խոսքից հետո է, չէ՞ եղել ձերբակալությունը։ Այսինքն այդտեղ ինչ որ բաներ, որ ինքը, ասենք, զենք է առել, չգիտեմ ինչ է արել, այդպիսի բաներ, դա ինձ չի հետաքրքրում։ Բայց խոսքի համար կարևորը այն է, որ ինքը հանրաքվե թողանցկացներ, այսինքն համաչափ եւ համարժեք գործողություն պետք է կատարել։ Եթե մենք հավաքել ենք 60,000, մենք էլ ենք ուզում, շատ բան ենք ուզում, երբեմն հայտարարում ենք, որ ուզում ենք, որ դրախտ լինի Հայաստանը, չէ, բայց դրա համար մենք առնվազն պետք է դրախտ կառուցելու իրավունք ունենանք։ Այսինքն մենք շատ հայտարարություններ ենք անում, բայց եթե դրա համար գործողություններ չենք կատարում, դա ասում եք ազատներ ասեց, կամ ինչ որ մեկը հայտարարեց, բայց երբ որ մարդը հայտարարում է այդ գործին խափանելու մասին իր ծրագիրը գործը խափանելու, այսինքն հայ ժողովրդի մեր քաղաքացիների կամքը ինքը ուզում է փոխել ոչ օրինական ձևով, այլ իրենց ձևով, իսկ իրենց ձևը ես ասում եմ, ինքը ասեց, ես կանգնում եմ այդ եկեղեցու սպասավորների կողքին, ովքեր որ կոչ են անում բռնությամբ իշխանությունը փոխել։ Զինված ուժերի միջոցով։ Պարոն Արշակյան, այդ երկրորդ մասը ինքը չի ասել։ Չէ, ինքը ասել է կանգնում եմ, հիմա մենք երկուսով այս հաղորդման մեջ փայատեր ենք։ Իրանց լեզվով ասեմ, փայատեր է ինքը դարձել նրանց ծրագրի։ Դարձել է փայատեր, ասել է ես ձեր հետ կամ դուք ուզում եք զինված ուժերին կոչ եք անում Հայաստանում իշխանափոխություն անել։ Չի արել, պարոն։ Չէ, տեսեք, հոգևորականներից մեկը հանուն արդարության հոգևորականներից մեկը կոչ է արել զինված ուժերին կազմակերպել ռազմական հեղաշրջում, իշխանությունը վերցնել։ Ինքը հայտարարել է, որ ես համաձայն եմ դրանց հետ, դրանց կողքը կանգնում եմ, ես դրանցից մեկն եմ։ Ունի այդպիսի հայտարարություն։ Հիմա մենք երկուսով այս հաղորդման մեջ Պարոն Արշակյան, ես այդքան ես ձեր իհարկե փորձը չունեմ ևել, բայց ես ասեմ, երևի 95 թվից հիշում եմ հայտարարություններ եք դարձել ձեր հաղորդմանը։ Բռնության կոչեր ես բազմիցս լսել եմ մեր իրականությունից։ Սկսալ ասենք շատ վատ է դա։
թաղեմ, չգիտեմ ինչ բան, դրանից անեծքներից սկսած, միջև այդ հեղաշրջման կոչը միշտ է հնչել մեր իրականության մեջ, էլի, բայց այդ կոնկրետ, ասենք Աճապահյանի դեպքում էլ մի տարի հետո են հարուցել այդ 100 տարի հետո էլ դա ուժի մեջ է։ Ես հիմա ձեզ որպես մտավորականի հիշեցնեմ մեր հայրենակից մտավորականը Լևոն Ներսիսյանը ասում էր, երբ մենք ամեն օր մեզ հարց ենք տալիս լինել թե չլինել, դա մի սովորական բան է, կարող է 7 միլիարդ այդպիսի հարց լինի, բայց երբ որ Դանիայի արքայազն է ասում լինել թե չլինել, դա ստանում է այլ բովանդակություն։ Երբ որ սովորական քաղաքացին հայտարարում է թաղեմ, փոխեմ, ջարդեմ, քանդեմ, ասում են, ասում է, բայց երբ որ հոգևորականը պաշտոն զբաղեցնող այդ համակարգում ասում է դա արդեն ծանրացնում է վիճակը, դա ծանրացնող հանգամանք է, նրա հոգևորական լինելը իր հայտարարությունը դարձնում է ծանրակշիռ, ու ես գտնում եմ, որ ճիշտ արեցին, որ պատժեցին, այլ բան է, որ պատիժը կարող է մեղմ ձևով լինել, հաշվի առնելով նրա ընկճվածությունը, բայց մյուս կողմից, քանի որ նա հոգևորական է, ձեր եթերում ես ասեմ, քանի որ հոգևորական է, նա պետք է ուրախ լինի, որ մեր մեղքերը իր վրա վերցնի, քավի, ճկնի, բանտախուցը շատ հարմար տեղ է, թող ճկնի, չպետք է բողոքի, որ 2 տարին ինչ է, 20 տարի նա պետք է, մեր արած մեղքերը, մենք միասին դուք առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու հետևորդ եք, թե հետևորդ եմ, բայց այդպես մոլի հետևորդ։ Մոլի չէ, ես էլ աղոթելուց գլուխս գետնին չեմ։ Բայց ամեն դեպքում իմ սիրտը ցավում է եկեղեցու համար։ Իմն էլ շատ։ Կարծում եմ, որ չպիտի այսպեսի վիճակ լինի։ Ես բավական լուրջ հավատացյալ եմ։ Ես դրա մեջ ավելի շատ բան եմ դնում, քան թե որևէ տեր մասնագետ էլի։ Տերը դա մասնագետ է, որ ինձ օգնում է գրապար կարդալ։ Իսկ դուք փաստորեն հավատում եք իրավապահ համակարգին եւ հավատում եք, որ 3 սրբազաններ հիմա կալանավորված են։ 3 չեն, շատն են։ Արդեն շատն են այսօր։ Սրբազանները նրանք էլ են էլի իրանք մտքում իրանք սրբազան համարում կամ հավակնում։ Մտքում համարելը չգիտեմ ով է։ Սրբազան հայ, սրբազան հոգևորական, ես հոգևորական ասեմ։ Մեր պատմության մեջ այդպիսի դեպքերը շատ քիչ են, որ 3 սրբազան միանգամից բանտում լինի, ընդ որում ոնց որ թե տալիք շարունակվել։ Մեր ուր է պատմությունը, որ 30 տարվա մեր պետությունը 35 տարեկան է, իսկ 3000 տարին դա մերը չի եղել։ Պարսիկները իրենց շահով, թուրքերը իրենց սուլթանով, արաբները իրենց խալիֆով, ռուսները իրենց ցարով, ամեն ինչ էլ արել են մեր հոգևորականների հետ։ Իրենց, դա ես չեմ կարող ասել մերը դա բացառիկ բան է, որ մեր հոգևորականները ժողովրդավարությանը դեմ են։ Մեր ծառաները, որպես հավատացյալ եմ ասում, հոգևորականը դա սպասավոր է։ Եկեղեցին մենք ենք, այ դուք Արշակյան, բայց դա մշակույթի, պատկերացումների, բաների հետ։ Օրինակ ես հիշում եմ, ես իհարկե այդտեղ չեմ եղել, դուք ներկա եք եղել այդ Գերագույն խորհրդի նիստին, որտեղ Աշոտ Նավասարդյանը, ես դա ձայնագրությամբ տեսել, որ ձեր ընկերը, գաղափարակիցը Աշոտ Նավասարդյանն ասում է, որ պետք է ավելացնել, որ Հայաստանի Հանրապետությունը կարա լինի դիկտատուրա, որտեղ միայն ժողովրդավարությունը բանը փակուղի է, կարող է այնպիսի իրավիճակ լինի, որ ինչ-որ մեկը դիկտատուրա հայտարարի։ Այո։ Օրինակ դա ձեր ընկեր լուսահոգի։ Իմ ընկերն ես էլ բարբերաբար այդպիսի բաներ ասել եմ, ուզում եմ ասել, որ այսինքն կարա այդպիսի տեսակետ լինի։ Այո, կարող է լինել։ Դրա համար հարկավոր է 2.5 միլիոն ձայն հավաքել եւ Հայաստանը հայտարարել ֆաշիստական պետություն։ Եթե որևէ մեկը կարողանում է օգտվելով ժողովրդավարության տված հնարավորություններից հավաքել 2.5 միլիոն ձայն, այդքանով մենք անկախացրել ենք Նավասարդյան Աշոտի հետ միասին։ Ես դեմ չեմ ժողովրդավարության։ Գիտեմ։ Ճիշտ հասկանաք, էլի, բայց օրինակ Արամ Մանուկյանը իր պապաշտոնը կոչվում է դիկտատոր։ Մեր առաջին հանրապետության առաջին ղեկավարը Արամ Մանուկյանը իրեն համարում էր դիկտատոր։ Դա բացատրություն է, չէ՞, դիկտատոր քաղաքագիտության մեջ։ Ես հիմա էլ համաձայն եմ, հենց հիմա համաձայն եմ, որ եթե հայկական պետության անկախությունը, գոյությունը վտանգվի ներքին խժդժությունների պատճառով, հիմա իմ ելույթը այդ ոգևորությունը լավ կլինի, որ ես ասում եմ ավելի խիստ պետք է լինի մեր արդարադատության համակարգը,
պետական հանցագործությունների նկատմամբ։ Տեսեք, հենց հիմա ես դա եմ ասում, ես քարոզում եմ, օգտվում եմ ձեր տված հնարավորությունից, ասում եմ, որ լավ են արել մեր արդարադատության համակարգը, նույնիսկ մեղմ է մոտեցել, որ թույլ չի տալիս, որ Հայաստանում հակապետական քարոզչություն գնա։ Քարոզչություն արգելված է Հայաստանում հակապետական քարոզչությունը։ Ես ուզում եմ, որ հոդված լինի այդպիսի, որ չի կարելի հայ ժողովրդին հայհոյել, դա համարում եմ ատելության քարոզ, եթերում լինում է այդպիսի բան։ Բայց այդտեղ չկա հայհոյել։ Ես ասում եմ, ես ինչ եմ ուզում, դուք ասում եք բռնապետություն, ես ասում եմ, եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը կա, եթե վտանգված է մեր պետության անկախությունը, սրանից 100 տարի առաջ մայիս ամսին 20 թվականի Հայաստանում, ժողովրդավարական Հայաստանում բոլշևիկները ապստամբություն կազմակերպեցին։ Ես շատ ափսոսում եմ, իմ պապերը եղել են պաշտպանության կողմում, բոլշևիկ չեն եղել։ Ես շատ ափսոսում եմ։ Շատ կսարմանայի։ Ես հարազատն եմ նրանց։ Ես գիտեմ, որ ձեր պապը հրետանավոր է եղել, սպա է եղել եւ Սարդարապետի նամաստից։ Աքսորվել է շատ ծանր։ Շատ ես ուզում եմ նրան նմանվել։ Ինձ համար ինքը հերոս է, հերոսի նմուշ է։ Ուրեմն ես կարծում եմ, որ մայիսին 1920 թվականի ավելի խիստ պետք է արմատախիլ արվել ապազգայնությունը եւ հակապետականությունը 11-րդ բանակին ողջունող չպետք է լիներ, ընթառաջ գնացող չպետք է լիներ օկուպացիային, ռուս-թուրքական բանակներին ընթառաջ գնացող չպետք է լիներ։ Այդ ժամանակ Արամ Մանուկյանը պետք էր դիկտատորը, որը որ զրկում էր հակապետական գործունեության հնարավորությունից մեր հակառակորդին։ Ես համարում եմ, որ թշնամիներին ճնշելու համար հարկավոր է Հայաստանում խստացնել օրենքները։ Ես հենց հիմա բոլոր հարմար առիթներով եւ անհարմար առիթով քննադատում եմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը մեղմ է, որ ինքը անգործության մեջ է մեղադրում, պետք է խիստ լինի։ Ես պաշտպանում եմ այսօր Նավասարդյան Աշոտի այդ հատվածը, որ եթե անհրաժեշտ է ապահովել մեր երկրի անվտանգությունը, ուրեմն կսահմանափակենք մենք իրավունքները ժողովրդավարական։ Այդպես ավելի ճիշտ ասած դեմ եմ, որ Նիկոլ Փաշինյանը լինի մեր դիկտատորը, Վարշակյան, որ էլ իր ձեռքերը ինքն է, իրեն ես մեղադրում եմ մեղմության մեջ։ Ես մեղադրում եմ անգործության մեջ Նիկոլ Փաշինյանին։ Ես պարոն Արշակյան, մի փոքրիկ այսպես ռեմարկ անեմ ձեր բանին, ասացին, այդ 20 թվականի դեպքերի հետ կապված, նախ այդտեղ կար երկու տեսակետ, մեկը Ռուբեն Դարփինյանը, որ արդարադատության նախարարն էր, այսպես մահապատիժների բաներ էր, վճիռներ էին կայացվել, իսկ Նիկոլ Աղբալյանը մյուս նախարարը, լուսավորության մինիստրը, ասում էր, որ չի կարող հայը հային գնդակահարել եւ դեմ էր բոլշևիկներին գնդակահարելուն, ասում էր, որ դա մեր ինքնությունը կոչնչացնի։ Ի վերջո հետո Ռուբեն Դարփինյանն ասում էր, որ ես ճիշտ էի, որ եթե բոլորին գնդակահարեինք, հանրապետությունը չէր ընկնի։ Պարոն Արշակյան, բայց մյուս կողմից էլ այդ մայիսյան բաների հերոս ճակերտների մեջ ասանք էլի բոլշևիկների անուններով եւ այդ մայիսյան անունով գյուղերը կան եւ դպրոցները կան եւ փողոցները կան եւ այլն, դուք էլ Գերագույն խորհրդի անդամ եք եղել միշտ առաջին փուլում ամենայն դեպս մեր պետության այսպես երկու անգամ իշխանությանը շատ մոտ եք եղել, բայց դա այդպես էլ չփոխվեց, այդպես էլ դա մնաց եւ հասավ մեր օրերը։ Որի համար ես հենց հիմա մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ դեկոմունիզացիա չի արվել։ Ես կարծում եմ, որ հարկավոր էր անկախության հռչակագրից հետո, նախ անկախության հռչակագրում դա պետք է արձանագրվեր, որ մենք վերականգնում ենք հայկական պետությունը, բոլշևիզմը զավթել էր, այդ դրա պետք է լիներ, որ զավթված զավթիչներին մենք պետք է դատապարտեինք ու իհարկե նրանց խորհրդանշանները։ Տեսեք, ասում են, գիտեք, Սպանդարյանը, բայց կար այդ քննարկումների ժամանակ նման փոխվել են, հակին բաներ փոխվել։ Իսկ ով էր առաջարկում։ Դա ընդհանրապես Ղարաբաղ կոմիտեի եւ Հայոց համազգային շարժման առաջարկությունն է եղել։ Ես դրան աջակից եմ եղել, ես այդքան տեսակարար
ազդեցություն չեմ ունեցել, որ ես բայց իհարկե պետք է արվեր ցավոք սրտի մասամբ է արվեր Լենինի արձանն են հանել Լենինիզմը պետք է հանվեր կոմունիստական կուսակցությունը պետք է արգելվեր կուսակցություններ որոնք որ հայկական պետությունը լուծարել են իսկ ինչու դա չարվեց բան Արշակյան կոպիտ սխալ էր ես դրա համար էլ մենք այսօր այսինքն դա վրիպակ էր թե դա ինչ որ քաղաքական process էր նպատակ էր բան Արշակյանն եք դուք անկախության հռչակագրի հեղինակներից մեկն եք այդ ընթացքում պատգամավորն ու թեկուս փոքր թեկուս բայց հիմա աջակցում եք մի մարդու ով անկախության հռչակագիրը համարում է պատերազմի չգիտեմ թուղթ որի պատճառով ասում եմ մենք այսպես բան 30 տարվա ինչ որ դեգերումներ ունեցանք սխալ եւ պատրաստվում է հրաժարվել անկախության հռչակագրից տեսեք ես անկախության հռչակագիրը համարում եմ պերեստրոյկայի ծնունդ այսինքն դա ենթադրում էր որ ռուսական իմպերիան որպես բարերար աջակից դեմոկրատացող ռուսական իմպերիան լինելու է մեր կողքին եւ ուղղելու է իր սխալները մենք այդպիսի ծրագիր էինք ենթադրում որ Ռուսաստանը սխալ է արել կավ բյուրոյի որոշումներ Լենին Աթաթուրք այդ բոլորը վերացնելու է այնպես որ հռչակագիրը այդ պահին էր հարմար կախված էր պերեստրոյկայի մեխից ես ասում եմ այդ ծրագիրը որպես օրացույց մենք կախեցինք պերեստրոյկայի այսինքն դեմոկրատացող ազատություններ, արդարություններ պաշտպանող Ռուսաստանի պատից կախեցինք։ Գիտեք այդ ռեֆորմացիայի հռչակագիրը։ Մենք այդպիսի ծրագիր էր հռչակագիրը անկախության դա է որ Ռուսաստանը ուղղելու է իր սխալները։ Խոսքը Մոսկվայի կոնֆերանսի հետևանքների մասին է։ Դա ընդհանրապես մասնակիորեն Մոսկվայի կոնֆերանսին էր վերաբերվում հռչակագիրը ու հույս ունենք, հիմա էլ ես հույս ունեմ, որ Ռուսաստանը մի օր ես չգիտեմ երբ, բայց անպայման չեղյալ կհամարի իր որոշումները Հայաստանի վերաբերյալ։ Այ Մոսկվայի կոնֆերանսը դավաճանություն էր Ռուսաստանին։ Ռուսաստանը ինքը, դու գիտեք որ միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր այդ պայմանագրով հանձնեց Գերմանիային եւ իր դաշնակիցներին Ռուսաստանը։ Ուզում եմ ասել որ ռուսները մի օր պետք է դրան անդրադառնան իրենց շահերից ելնելով, իրենց երկրի շահերից։ Այդտեղ կանք մենք որպես դաշնակից Ռուսաստանի ու Անտանտայի։ Մենք հռչակագիրը կախել էինք այդ պատից, խփել էինք մեխով, որ ասում ենք, տեսեք, մենք ուզում ենք, որ դու Ռուսաստան աջակցես մեզ վերականգնենք, մենք վերականգնենք մեր արդարացի ծրագրերը, իրավունքները։ Ուրեմն հիմա դա ակնհայտորեն հնացած է։ Տեսեք, ես ասում եմ, անպայման պետք է զավթիչների մասին լիներ այդ կետում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, բայց խմբագրողները ուրիշ մարդիկ էին, նրանք դա Ղարաբաղյան շարժումն էր, պերեստրոյկա, Ղարաբաղյան շարժում կից գրենք պերեստրոյկա։ Այսինքն եթե զավթիչների մասին ինչ-որ բան լիներ, ոչ միայն դա։ Ոչ միայն դա։ Իհարկե մենք պետք է մենք ասենք ինչի ենք հրճակում, ումից ենք հրճակում, ով մեզ բերեց այդտեղ։ Տեսեք ինչն է հետաքրքիր։ Մենք պետք է ասենք, որ մեր երկիրը զավթեցին ռուս-թուրքական զորքերը ու զրկեցին անկախությունից։ Ըստ մի տեսակ թվում է թե հայերը միշտ եղել են Ռուսաստանի կազմում կամ Թուրքիայի, այդպես չի։ Մեր անկախ պետությունը աշխարհի կողմից ճանաչված ազգերի լիգայի կողմից ճանաչված պետությունը զավթվեց։ Այդ դա մենք պետք է որ զավթեցին, մենք դա ենք վերականգնում։ Այնինչ որ աշխարհը ճանաչել է, աշխարհի ճանաչածը ինքնա գործնեություն չկար այդտեղ։ Ես կարծում եմ, որ այդ իմաստով այդ հռչակագիրը դե թեկուզ այդ միացում բան որ կա, բան է, դա հենց ենթադրում էր, որ այնտեղ պերեստրոյկան ու Գորբաչովը մեզ այդ բանի մեջ են ասել։ Անաշեկեն դուք կարծում եք, որ մենք հիմա որ հանրապետություն ենք ապրում։ Ես կարծում եմ, որ հարկավոր է նոր սահմանադրությունով նոր հանրապետություն հռչակել։ Սահմանադրությունը որ երրորդ։ Դժվար է հիմա հաշվելը, որովհետև տեսեք, բոլոր Փաշինյանը ասում է 4-րդ։ Ըստ ես չեմ ուզում, ես կարծում եմ, որ չարժեր այդպես ասել։ Թվաբանությունը հարկավոր է ճշտել, ինչից ելնելով,
Օրինակ առաջինը սովետական որ ինքը երկրորդը ճանաչում է տեսեք սովետական միությունը մի քանի հատ սահմանադրություն է փոխել Ստալինյան եւ Բրեժնևը դրանք էլ սովետական Հայաստան դառել անդր ֆեդերացիա հետո նորից տեսեք ուզում ասած թվաբանության մեջ ես ձեռս սկզբունքային պահ չկա այդտեղ բան արշակ չէ տեսեք ես եթե սովետական Հայաստանը համարվում է առանձին հանրապետություն չէ կա 4-ը լինի Ռուսաստանի կազմում այո ինքնավար հանրապետություն ես դուք բռնացրեցիք ինձ ես փորձեմ պատասխանել ուրեմն սովետական Հայաստանը նույնպես պետություն էր խիստ սահմանափակ իրավունքներով ես օրինակ ուրախ եմ որ այդպիսի պետություն եղել է ռեզերվացիայից դուրս ենք եկել ընդհանրապես որ մի բան եղել է այ Երևանսկայա օբլաստից հետո տեսեք ես ասացի անկախ հռչակված պետությունը առանձին դա ընդհանրապես մեծ նվաճում էր որ մենք ունեցանք պետություն իսկ Երևանսկայա օբլաստից հետո ռուսական իմպերիայի կազմում լինել Արմյանսկայա ՍՍՍ դա արդեն նվաճում էր ու մենք մեծ ջանքեր ենք թափել մերոնք մեր պապերը միասին մեր սերնդի նախնիները եւ մենք էլ մասամբ մեծ ջանքեր ենք թափել որպեսզի այդ սովետական Հայաստանը լինի բարգավաճ որ լեզուն մշակույթը ճարտարապետությունը հայապահպանության առումով սովետական Հայաստանը շատ ավելի լավն էր, քան թե Երևանսկայա օբլաստը։ Այդ իմաստով ես համարում եմ, որ դա շատ սահմանափակ իրավունքներով պետականություն էր, շատ բաներից զրկված։ Երևելի հայագետներ կան, դոկտոր պրոֆեսորներ, որոնք կարծում են, որ սովետական Հայաստանը ավելի լավն էր, քան նույնիսկ Հայաստանի ներկայիս հանրապետությունը։ Հայապահպանության տեսակետից սովետական Հայաստանը չի կարող մրցել այսօրվա Հայաստանի մեր մոտ շատ մեծ այսօր սոցիալական խնդիրներ կան անվտանգային խնդիրներ կան ամեն ինչ կա բայց սա իսկապես մի 10 քայլ կամ 100 քայլ 1000 քայլ ավելի բարձր է իր կարգավիճակով այսինքն իրավունքների տեսակետից Հայաստանի Հանրապետությունը իրավունքների չեմ ասում ժողովրդավարությունը, դիկտատուրան, մենք այդտեղ կարծես թե համաձայնության եկանք, դիկտատուրա կլինի թե ես օրինակ հենց հիմա միապետության, սահմանադրական միապետության չհամաձայնվեցիք մենք։ Ես չեմ ուզում դուք ուզում եք դեմոկրատիա մաքուր լինի, շատ լավ։ Ես ասում եմ, եթե պետք է պահել, երկիրը պահելու համար հարկավոր է հակառակորդի հետ վարվել խստասիրտ, խիստ լինել։ Ուրեմն ես հիմա նույնիսկ այս սահմանադրությունը, որը մշակում են, ինձանից գաղտնի են մշակում։ Ես հիմա ձեզ այդ գաղտնիքը բացեմ։ Ես ուզում եմ սահմանադրական միապետություն լինի Հայաստանը, ունենանք թագավոր։ Մի քանի օր առաջ Բելգիայի թագուհին այստեղ էր։ Թագավորներ են էլի, պարոն Արշակյան։ Սահմանադրական, նախագահ, վարչապետ, նախագահի կարգավիճակը Եթե լինի թագավորի կարգավիճակ, ես դա կողջունեմ։ Նույնիսկ ռոճիկ կտանք, ոնց որ տալիս ենք նախագահին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ծանցնի, ասենք իշխանությունը։ Կարող է դուք լինեք, չէ, թագավորը ձեզ հռչակենք։ Չէ։ Հնարավոր է, ինչ կա որը, ձեր ազգանունը լավն է։ Ձեր ծագումը, ես գիտեմ դուք ով եք։ Տեսեք, պայմանական է սա։ Իրականում օրինական թագաժառանգներ ունենք մենք, օրինական։ Տեսեք, ես ասում եմ սահմանադրության մեջ ես այդ դա տեսեք որ ասում եք որ երրորդ սահմանադրությունն է ես ասում եմ կարող է լինել եւ միապետություն սահմանադրական միապետություն սահմանափակ իրավունքներով թագավոր լինի հայ թագավոր վերականգնենք մենք մեր ինքնությունը եթե անկեղծ դա անհնարավոր Արշակյան որովհետեւ թագավորը պետք է ունենա պետք է լինի իշխաններ եւ այլն։ Պալատ լինի, կոռուպցիա լինի, սահմանափակ իրավունքով թող հիմա էլ հոգեվորականները որտեղ են, ովքեր որ խախտել են օրենքը Հայաստանի։ Իդեպ եկեղեցին միակ կառույցն է, որը մենք 1700 տարի պահպանել ենք, պարոն Արշակյան։ Կաթողիկոսի գահը միակ բանն է, որ 1700 տարի կա ու շատ քիչ ժողովուրդներ կան աշխարհերեսին, որ ունեն այդ 1700-ամյա ինչ որ իրար փոխանցվող ինչ որ մի բան։ Դա գանձե մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է։ Ուզում ասել դուք մի կարծեք, թե ես որ երկու տեր բան են, ինչ որ մեկի գրպանն են, գրպանահատություն են արել, քաղաքական գրպանահատ են դրանք։
Նրանք քաղաքական, նրանք պետք է ես, դուք ինձ հետ համաձայն չեք, եթե դուք պետք է ինձ հետ համաձայն լինեիք, ինձ չեկել հրավիրեք։ Պարոն Արշակյան, իսկ կարծում եք, որ Փաշինյանը մեզ տանում է Եվրոպա։ Փաշինյանին մենք պարտադրել ենք։ Բայց դա չէ գուլամը դիք գուլամ։ Բա ինչի հայակվեն չկարողացավ պարտադրի, որ այդ մյուս բանը ճանաչի։ Ինչի օրակարգ չմտավել, որ Արցախը Ադրբեջանի կազմում բանը քրեականացվի եւ ցեղասպանություն ուրացումը։ Այնտեղ էլ այդքան ստորագրություն կար։ Դա բոլորովին այլ բան է, դա բոլորովին այլ բան է։ Մեր այսօր ձևաչափի մեջ դա մենք երևի չկարողանանք տեղավորել, այդ շատ, այսինքն բոլոր մյուս դեր հարցերը, որ եթե դուք պլանավորել եք, պետք է թողնեք, որովհետև շատ սերունդին մտածել եք ինձ ինչ կարել է, որ անկյունում կարել է ինձ կանգնացնել։ Ամենք Արշակյան, բայց ինչու դա չեղավ, որտեվ եթե դա ստորագրությամբ ես համաձայն եմ, որ դա չի անցել։ Ես կքվեարկեի դեմ որպեսզի դրանք մտնեն օրակարգ։ Ես այսօր համարում եմ օրակարգը դա է Եվրոմիության հիմա Փաշինյանը մեզ տանում է Եվրոմիություն, պարոն Արշակյան։ Չի կարող չտանել, օրենք կա։ Եթե չի տանում, օրենք է խախտում։ Չի կարող չտանել, օրենքը պարտադրում է ինձ, ձեզ եւ Նիկոլ Փաշինյանին գնալ Եվրոպա։ Օրինակ, մենք տեսեք եվրոպական հագուստով ենք։ Օգտվում ենք եվրոպական արտադրության սարքերից։ Եվրոպան այստեղ է։ Իդեպ ասեմ, մենք որ ասում ենք գնում ենք Եվրոպա, Եվրոպան արդեն եկել է ամեն ինչով, իր տեխնոլոգիաներով, իր Նյուտոնով, Գալիլեյով, իր Բայց չենք գնում, մենք ընդունում ենք Եվրոպային, իրականում նրանք իրենց դիտորդներով, իրենց զենքով, զինամթերքով, իրենց հրովարտակներով Հայաստանի անվտանգությունը ճանաչող, եթե Եվրոպան չճանաչի, մի վարքյան հետ քաշվի Հայաստանից, Հայաստանը կդառնա ավերակ։ Նրանք հայտարարում են, սպառնում են, անընդհատ ասում են, մենք չենք մոռացել, որ դուք գոյության իրավունք չունեք։ Ինչ եմ հարցնում, պարոն Արշակյան, ես դուք ուրիշ կողմ եք տանում, բայց կա տեսակետ, որ ուղղակի քանի որ հիմա Ռուսաստան արևմուտք հարաբերությունները լարված են եւ այլն, Նիկոլ Փաշինյանին նշանակել են Մոսկվայից, թույլ են տվել, որ ինքը դառնա վարչապետ։ Հիմա ինքը այսպես ինչ որ միջին ինչ որ բան է խաղում, որովհետեւ օրինակ գնում է մայիսի 9-ի բանին պարադի Ես գրեթե ձեզ հետ համաձայն եմ, գիտեք, շարունակեք։ Այսպես ինչ որ բանով գլխարկով նստում է այնտեղ, որը անհնար է պատկերացնել, որ ինքը ճոճանակ։ Ահա։ Բալանս, ասում է, չէ՞։ Հավասարակշռ։ Ինքը դրա անուն դրել է հավասարակշռություն, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Մի այստեղ մեր Ես չգիտեմ ինչ է դրել, բայց ես տեսնում եմ ինքը գնում է այնտեղ Լուկաշենկոն, չգիտեմ ինչ խնդում են իր վրա, գնում է այն բան Եգիպտոս, Թրամփի ձեռքն է, ինչ որ բանանում, հա, քաշքշում, ասում է ես Հայաստանի վարչապետն եմ եւ այլն, եւ ես հասկանում եմ, որ ինքը այդպիսի տեղ չկա, որտեղ իրան կոմֆորտ է, որ ինքը ինձ թվում է միայն ասենք այդ Սևանի թերակղզու խորովածոնցի կողքներ են կոմֆորտ զգում կամ ազգային ժողովում, երբ որ սկսում է մարդկանց սպառնալ, ինչ որ բանել, այդ կոմֆորտ իրավիճակը ինչ որ շատ սահմանափակ տեղերում եմ տեսնում։ Օրինակ այն ժամանակ այդ ոչ կոմֆորտը արևելք արևմուտքը կամ Ռուսաստան արևմուտքը երևում էր մեր առաջին դեմքերի երեսներին։ Հիմա դա չի երևում։ Հա, շատ որտեղ լուրջ բան է փոխվել։ Եվ երկրորդը պարոն Արշակյան, ինքը այսպես պորտալները կտրող քայլեր չի անում։ Այո, չի անում։ Օրինակ ասենք, չգիտեմ, ռազմաբազան հանի կամ չգիտեմ, լյուստրացիանի կամ ինչ-որ բան անի։ Շնորհակալություն, շարունակեք, ես չեմ ասում դրանք, դուք որ ասում եք, ես չեմ ասում։ Բայց ինչի՞ց եք ենթադրել, որ գնում է Եվրամիություն, որտեվ 50,000 մարդ ստորագրել է այդ բանը։ Օրենք է ընդունվել, բացի դրանից այն գնում է իրեն հրավիրում են։ Տեսեք, եկեք տեղերը փոխենք։ Ես դες հետ համաձայն եմ, բայց տեղափոխություն կա մի փոքր։ Ինքը ոչ թե գնում է, այլ իրեն հրավիրում են։ Ես մի բանում եմ ձեզ հետ համաձայն, մի քիչ էլի շեշտադրումը փոխեմ։ Սովետական միությունից եւ նույնիսկ ռուսական իմպերիայից հետո որևէ գուբերնատոր Արմյանսկայա օբլաստում կամ Երևանսկայա օբլաստում չի նշանակվել ժողովրդի կամքով։ Դա միշտ Ռուսաստանն է նշանակել։ Այստեղի նահանգապետները, մարզպետները հատուկ նշանակված են եղել, օրենքն է այդպես եղել։ Գենսեկներն ու պերսեկները առաջի քարտուղարները սովետական միությունում նշանակովի էին։ Եթե Մոսկվան Դեմիրճյանին, Քոչինյանին, Խանջյանին դեմ էր խփեցին։ Ում որ դեմ էին, սպանում էին, հանում էին։
Բայց սկզբում Խանջյանի դեմ չեն։ Չէ, դե բերեցին հետո դուրների չեկան։ Միասնիկյանն էլ սպանեցին, որտեվ Լենինը նշանակել էր, հետո իշխանությունը փոխվեց եւ սպանեցին։ Այո։ Ում որ ռուսները չեն ուզում, առ այսօր Հայաստանում չի կարող նա լինել ղեկավարը։ Ռուսների ցանկությունը հաշվի է այսօր ռուսների նշանակած ռուսների դաբրոն ստացած իշխանությունը այսօր Հայաստանում գործում է, բայց մի թեթև բան է, տեղաշարժը տեղի ունեցել 100%-անոց ռուսական իրավունքը այլևս 100% չի, 85%։ Չէ, տոկոսը մենք չենք կարող հիմա ասել, որովհետև օրինակ նոյեմբերի 9-ի ծրագիրը Սյունիքի վերաբերյալ, Մեղրիի վերաբերյալ, կա նոյեմբերի 9-ի ծրագիր, ռուսական ծրագիրը, Թուրանի համար ճանապարհ բացելու ծրագիրը։ Դա խոտանվեց եւ Ռուսաստանը, իդեպ ես ասեմ, որ նոյեմբերի 9-ի ծրագրին ոչ չեն ասել արևմուտքում։ Նրանք չեն առարկել Լաչին, Արցախը մասնակիորեն եւ այլն, եւ նաեւ Մեղրիի ծրագրին։ Արևմուտքը չի ասել ոչ Պուտինի գրած այդ փաստաթղթին, անձամբ ինքն ասաց, որ ես եմ գրել նոյեմբերի 9-ի փաստաթղթին, արևմուտքը ոչ չասեց, ասեց թող լինի, արա։ Չստացվեց հայտնի հանգամանքներից ելնելով, պատճառները մենք գիտենք, եթե մի ուրիշ անգամ հրավիրեք, պատճառների մասին կխոսենք մեր հարգելի ունկնդիրներին, դրանով էլ կձանձրացնենք։ Ուրեմն, երբ որ դա չստացվեց, ամերիկացիները առաջարկեցին իրենց ծրագիրը, իրենք դա գրեցին, Նիկոլ Փաշինյան կամ Արարատ Միրզոյանը չգրել։ Բայց այդտեղ չստացվեց, որ նա ստացվի, թե չստացվեց, հետո առաջարկեցին։ Նա չստացվեց, որովհետև այնտեղի 8 կետերը ձախողվեցին, 9-րդի մասին խոսողը միայն ասենք շատ անտեղյակ մարդը կարող է, կան մեր մոտ, որ խոսում են բոլորը հեչ 9 կետ չէ, դրանք շահկապված են, իրար հետ կապված են այդ կետերը, ես դրա համար փաստաթուղթն եմ ասում եւ պայմանավորվածությունը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ասեմ այդպես, համաձայնագիրը ձախողվեց ոչ մեր մեղքով, մենք չենք մեղավոր, ձախողվել է։ Դրա համար ամերիկացիները արդեն մեզ այս մեր խոսքի մեջ այս իրավունքը տալու համար չէ։ Իրենց շահերից ելնելով ասեցին տեղ է ազատվել։ Վրիպել է Ռուսաստանը։ Մենք այդ տեղը կզբաղացնենք։ Ռուսաստանից եկավ արձագանք, ասեցին, այո, մենք ձեզ աջակցում ենք։ Դա է պարադոքսը։ Այսինքն մենք հիմա գործ ունենք մի վիճակի հետ, որ Ռուսաստանը տեղ է տվել արևմուտքին, իդեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության թակուհին այստեղ էր, այդպիսի ծառատունգ է անցկացնում Եվրոպայի թակուհին, Բելգիայի, բոլոր բելգիացիների, նրանց դիտողս այդպիսի բոլոր բելգիացիների թակուհին ծառատունգ կազմակերպեց Հայաստանում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը իսկապես Ռուսաստանի համաձայնությամբ է այստեղ վարչապետ։ Ռուսաստանը դեմ չի։ Անաշեկյան, բայց արդեն որերորդ անգամ է, չէ՞ նույն բանը տեղի ունենում։ Ռուսաստանը ինչքան թուլանում է, այնքան ծայրամասերին անկախություն է տալիս, իր հարցերը լուծում է, հետո գալիս է ծայրամասերի հետևից։ Այո։ Այստեղ տեսեք ինչ է, այդ տեղաշարժը միայն Ռուսաստանով չի պայման, երբ որ արևմուտքը հետ կքաշվի, Ռուսաստանը որ գալիս է, չի գալիս այստեղ մեզ հարցնելով։ Նա օրինակ եկավ պարսիկներին հարցրեց, չէ՞։ Պասկևիչին ուղարկեց, ասեց, տես ինչ են ասում պարսիկները։ Ասեց, դրանք սկի պարսիկ էլ չեն, թուրք են։ Ու հայտնվեց աշխարհի վրա Արմյանսկայա օբլաստ գեներալ Պասկևիչը մեզ չհարցրեց, գալիս եմ, զորքով եկավ, պարսիկներից ու թուրքերից խլեց այս նահանգը, մեզ չհարցրեց, նա պարսիկներին հարցրեց, որի իշխանները թուրք էին։ Ուրեմն Սովետական միության ժամանակ, երբ որ Սովետական միությունը Տուխաչևսկին, Լեգրանը, Կարմիր բանակը, երբ որ եկավ Հայաստան, մեզ չհարցրեց, դուք բոլշևիկ եք ուզում, բոլշևիզմ եք ուզում, Ղարցնը ու Արդահանը, Վանը,
Արցախը, Նախիջևանը ուզում եք, թե չեք ուզում։ Չէ, ինքը արդեն Բրեստ-Լիտովսկում 2 տարի առաջ դա տվել էր Թուրքիային։ Ինքը մեզ չհարցրեց։ Ինքը եկավ, մտավ, նրանց հետ պայմանավորվեց, թուրքերի հետ համատեղ որոշեցին, սահմանը գծեցին։ Ես ձեզ ասում եմ, 1990 թվականին, որ դուք ինձ հիշեցնում եք, որ ես այնտեղ ով էի, չէ՞։ 1990 թվականին մենք Պարտիա Լենին-Գորբաչով երգում էինք, կռվում էինք, ու հանկարծ առավոտը վեր կացանք, իմացանք, որ հունիս ամսին Ռուսաստանը դուրս է եկել սովետական միության կազմից առանց մեզ հարցնելու։ Հունիս ամսին 90 թվականի հունիսին, այսօր իրենց մոտ դա կոչվում է պետության տոն։ Դուք պատկերացնում, մեզ չի հարցնում Ռուսաստանը, մնամ թե գնամ։ Ինքը որոշեց գնաց, ու մենք 2 ամիս ասում ենք երևի հետ կգա էլի։ Երևի կատ այ ձեր ասած, դա գնացել է կգա էլի, հերու չի գնացել։ Այս կողմերում է էլի Կովկասից են կողմ։ Ռուկոյ падать։ За горами, да? Հա, ջե, за горами։ Բայց հետ եկավ էլի։ Տեսեք, հիմա մենք այդ դրա մասին ենք խոսում։ Ես որ ասում եմ դիկտատուրա, դա 90 թիվներ, չէ, 90-ին չէր, ես ձեզ կասեմ։ 91-ին 99-ին հետ եկավ։ Ամփերեք, չէ, ինձ մի մոլորեցրեք։ Մերոնց չմոլորեցրեք։ 91 թվականին մի տարի հետո, երբ որ նստել սպասում էինք, որ կգա։ Ռուսաստանը կգա ու սկուտեղի վրա կբերի Վաննու Արդահանը։ Ասում ենք կարող է էլի։ Կգա էլի, կգա։ 91 թվականին ասեց «Не будем кормить»։ Ընդհանրապես լքեց մեզ։ Գիտեք ոնց լքեց։ Գիտեմ, հիշում եմ, տեսել եմ։ Չէ, թուղթ գրեց։ 90 թվականի նոյեմբեր ամսին Ամերիկայի արևմուտքի հետ կոչվում Փարիզյան խարտիա գրեց, որ Հայաստանին վռնդում եմ իմ իմպերիայից։ Ամերիկացիները բանարեցին, որպես հումանիստ ասեցին, բայց կարող է հայերը ուզում են գալ, ասեցին թող հանրաքվե անցկացնեն։ Ռուսները դրեցին, ասեցին, եթե ուզում են հայերը գան, միանան Ռուսաստանին, դառնան Թաթարստան կամ Մարդոստան։ Թող հանրաքվե անցկացնեն, որովհետև մեր 2 հոգի որոշել են մեր ձևով գան, մեր համար դա հիմք չի։ Հանրաքվե անցկացնեն։ 21 թվականի մարտին մենք պետք է հանրաքվե անցկացնեինք։ 90 թվականի նոյեմբերի 23-ին ռուսները թղթի վրա գրեցին, ասեցին, չենք ուզում, ամերիկացիներն ասեցին, եթե ուզում են հետ ընդունեք։ Պայմանագիրը կա, համացանցում կա, ընդհանրապես ես դա թղթի վրա եմ տեսել։ Իսկականը չէ, էլի պատճենը։ Ինձ այնտեղ չեն թողնում։ Ինչ թողեցին այդտեղ։ Ես այն ժամանակ դեռևս բռնադատված էի համարվում եւ իմ վրա էր հատուկ վտանգավոր պետական ռեցիդիվիստի կոչումը։ Ուրեմն մենք դե որ ասեցինք դա մի օր կգա, մի օր կգնա, ասեցինք մենք Գառնանը իմ ելույթները կան ազգային ժողովում, ասեցի ինչքան շուտ անջատման հանրաքվե անցկացնենք։ Ամերիկացիները Հայաստանի տեղը չգիտեն, անունն էլ լավ չգիտեն առ այսօր։ Օրինակ, այսօրվա նախագահի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մինչև հիմա լավ չգիտի դա որտեղ է։ Աֆրիկայում է թե Ամերիկայում, թե Ասիայում։ Լավ չգիտի, իրան ինչին է պետք։ Չգիտի։ Ուրեմն մենք որ տեսանք չի կարողա գնա ու գա մեզ համար շատ անհարմար պահի մեզ կլքի ոնց որ 15 թվին արեց լքեց մեզ ասեցինք մենք անցկացնենք անջատման հանրաքվե որպեսզի օրինականացնենք հայկական պետության գոյությունը օրինական լինի սեպտեմբերին անցկացրեցինք հանրաքվե այնտեղից մեզ այդ Մակաշովներ, բաներ կային, Զյուգանովներ, բաներ ասում են, հակառակն արեք, բան, հետո ասեցին կուդա ձենուցը։ Դա այս ինչ պետք է, հայ ժողովուրդը 100%-ով ասել է, այո, միանում ենք Ռուսաստանին։ Անջատման հանրաքվեն, որով մենք կոչում ենք անկախության հանրաքվե։ Ես ասում եմ 99 Բաբկեն Արաքչյանը մաթեմատիկոս էր, նա լավ հաշվում էր։ Ես որ լինի կգրեի 100% կասեի տարեք ցույց տալիքներին։ Ուրեմն ինքը գրեց 99%-ը 2 միլիոն 470,000 10,047 հոգի ասել են ոչ հայկական պետության այդ մեծևով էլ որ ասում են ուրեմն մենք անկախացանք
կտրեցին գազը, լույսը, ատոմակայանը փակեցին, նաիրիտը փակեցին, քիմի ռեակտիվները դադարեցրեցին, ամեն ինչ դադարել էր։ Գազի գինը բարձրացրեցին։ Բայց դա ռուսներն էին կտրում։ Ռուսների գազը, ատոմակայանը ռուսներն են անջատել, իրենցն էր։ Եթե նրանք Բայց մեզ մոտ ցույցեր էին, որ անջատ են։ այդ ցույցերը Շանթը ձեր մոտ եղել է։ Շանթն ասում է, որ կան օգտակար իդիոտներ։ Այդ օգտակար իդիոտները ասեցին դե ինդուստրիալիզացիա, մենք ռադիոակտիվության Ես հիշում Խաչիկ Ստամբուլցյան կար, Դրանց չգիտեմ, ես բնապահպանական շարժում կար։ Ձեր հյուրերից մեկը Շանթ Հարությունյանը շատ սիրուն է դա ձևակերպել։ Ասել է Ռուսաստանին պետք է որ ատոմակայանը չաշխատի։ Ինքը չի կարող պահել։ Ինչա պետք։ Ասեցին այնտեղ կան օգտակար իդիոտներ հայերի մեջ։ Այդ օգտակար իդիոտները փակեցին գործարանները։ Ասեցին Ծիրանի կորիզով, դրանից դեղ կսարքենք, ջերմուկի հետ կխառնենք, ու մենք կապրենք, լավ կապրենք։ Ուրեմն ես ասում եմ, Բայց ինձ թվում է պարոն Արշակյան, որ այդտեղ նաև քաղաքական բան կա, որտեղ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը այդ ցեխավիկների հետ բան ուներ։ Խնդիր ուներ, գործարան երկրի հարուստները ցեխավիկներն էին, գործարանների տերերն էին, որոնք այդ սեփականաշնորհմամբ բան արեցին։ Մերցրին այդ մարդկանց, էլի կապիտալը զրոյացավ, չգիտեմ, ունեցվածքը խլեցին, եսի ինչ արեցին եւ այլն։ Նու ինչ որ մասը իհարկե վերապրեց, ինչ որ մասը կարողացավ, բայց շատ քիչ տոկոս այդ հիմնական մասը մահացավ գնաց։ Չէ, մի հետաքրքիր տերմին կա, գոչվում է, որ համակարգ ձևավորող ձեռնարկությունները։ Այսինքն նաիրիտը եւ ատոմակայանը փակում ես, համակարգ ձևավորող են դրանք։ Դու պոլիտեխնիկ ինստիտուտն ես փակում։ Պոլիտեխնիկ ինստիտուտը եւ այլն էլ այդ բուրգը, գիտեք ինչի վրա է։ Ռուսները շատ ճիշտ արեցին, ասեցին, քանի որ մենք հիմա հնարավորություն չունենք Հայաստանը պահելու, Հայաստանը իրենց համար շատ կարևոր էր աշխարհագրությունով։ Այսինքն մենք այնպես չի որ մարդկային ռեսուրսներ ունենք, նավթային ռեսուրսներ, ուրանի ռեսուրսներ, մենք որպես գաղութ, մենք նյութական օգուտ չէինք բերում Ռուսաստանին, բայց մենք բերում էինք իրենց ստրատեգիական օգուտ, մերձավոր արևելքում ֆորպոստ, անհրաժեշտության դեպքում մանրադրամ։ Բայց հիմա էլ ենք չէ՞ այդ ֆորպոստը։ Չտեսեք, այդ չենք հասցնի, չենք հասցնի ֆորպոստը քննարկենք։ Ռազմաբազան կա, այլ կերպ հայկական պետություն չէր կարող գոյություն ունենալ։ Հայկական պետությունը արհեստականորեն ստեղծված է որպես ֆորպոստ Օսմանյան Թուրքիայի թիկունքում։ Այդ դրանից առաջ մենք անընդհատ Կիլիկիայի թագավորության մասին առանձին խոսենք, եթե հրավիրեք։ Ինձ թվում է դժվար է։ Անպայման պարոն Արշակյան։ Տեսեք, ասել եք, ես դա եմ ուզում։ Ես ուզում դες հրավիրեմ այդ ձեր անձնական հուշերը պատմելու համար, որովհետև դա ես մի երկու անգամ լսել եմ եւ շատ կուզենամ, որ դա ինչ որ մնա եւ Ատեմպետ մնանք մենք մեր կողմնակիցները կուզենան դրանով ժամանակ կորցնելու հարց կա էլի, դա ինչ մի կարևոր բան չի, բայց ես շարունակեմ իմ միտքը, հայկական պետությունը, ուրեմն խաչակիրները, պայմանական եմ ասում, խաչակիրները, եվրոպացիները Օսմանյան Թուրքիայի թիկունքում դաշնակից ունենալու համար, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան ապակայունացնեն եւ թիկունքից խփելու հենակետ ունենան։ Նրանք պայմանավորվեցին։ Ես ձեզ ասեմ, որ Հունաստանը այդպես ազատագրվեց, բրիտանացիները ազատագրեցին, այն կողմից Թուրքիան շրջապատում էին։ Եգիպտոսը ի վերջո Սուեզի ջրանցքի պատրվակով Եգիպտոսը վերցրեցին։ Մի խոսքով եվրոպացիները իրենց գաղութարարական, իրենց ծրագրերով անհրաժեշտ էր, որ այստեղ ունենան հենակետ, վստահելի հենակետ։ Իրենք հռոմեական պատմության եվրոպացիները հռոմեացի են։ Իսկ Հայաստան դեպքում դա գիտեք, հռոմեացի էին։ Նրանք հայ Հռոմից ստացել էին հավատարիմ դաշնակցի կարգավիճակ, ասում են հայերն են։ Ուրեմն հայկական պետություն մի 100 տարի տևեց։ Եկատերինա իմպերատրիցիայի ծրագրերը կան, այնտեղ գերմանական ծրագրերը կան, Ռիչարդ առյուծասիրտը, նրանց ծրագրերը կան, ուզում ասեմ ավանդաբար արդեն կար, որ այստեղ մերձավոր արևելքում անհրաժեշտ է ունենալ դաշնակից, որը
ինքնուրույն չի կարող գոյություն ունենալ, անպայման Եվրոպայի աջակիցը, Եվրոպայի աջակցությունով։ Սրբազան դաշինքը Նապոլեոնի ծրագիրն է այդպեսին եղել ոչնչացնել Օսմանյան կայսրությունը, որովհետև ամեն անգամ Վիեննա էին ուզում դրանք, հենց սիրտները բաներում Վիեննա էր ուզում սուլթանի սիրտը, վալս էր ուզում ապրել էլի։ Ուրեմն դրա համար Ռուսաստանը ասեց ես դա կանեմ, դուք Հունաստանը ազատակ, ինձ տվեք Բուլղարիան եւ Հայաստանը, ես Թուրքիան կշրջապատեմ։ Ու ռուսները եկան ստեղծեցին Արմյանսկայա օբլաստ, որպեսզի դա հետագայում ամրանա դառնա Արմյանսկայա царство Ռոմանովների դինաստիային, այսինքն Հաբսբուրգները, Բուրբոնները ասացին քեզ։ Այսինքն հայկական պետությունը ստեղծվեց որպես ֆորպոստ։ 12 տարի հետո, երբ որ արդեն պետք է Արմյանսկայա царство ստեղծվեր, իրենց փաստաթղթերում այդպես է գրված, ռուսներն են այդպես գրում։ Երբ որ տեսան ասեցին, բայց ինչի հայերը ֆորպոստ, հենա մենք ենք էլի արևմուտքի ֆորպոստը։ Մենք էլ կդառնանք ֆորպոստը արևմուտքի, էլ հայկական թագավորության կարիք չկա։ Հայերն էլ մեր մոտ նախարարներ են, հարուստներ են, ինստիտուտ կբացեն, գիտեք Լազարյան ինստիտուտը, պիտայել նայ սրիդա թող գան, ուրեմն բայց միևնույնն է, Ռուսաստանում էլ գլխավոր շտաբում ամենտեղ Հայաստանը համարվել է գլխավոր հենակետը։ Ես որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ բանակցությունների մասնակցել եմ 7-րդ բանակի հետ, նրանք մեզ անընդհատ ասում էին, որ Հայաստանի առողջապահական համակարգը շատ վստահելի է Անդրկովկասում, իրենց տերմիններն եմ օգտագործում, դրանք գոսպիտալներ են, դրա ձերը չի, մենք որ սկսեցինք նայերիտ մայերիտ փակել, մեր օգտակար իդիոտները առողջապահական համակարգնել են ուզում լուծարել։ Այդ գեներալները կան ասեցին մի արեք, դա մեր գոսպիտալներն են, մենք հնարավոր է որ 4 միլիոն զինվոր ուղարկենք մերձավոր արեր կռվելու, và գոսպիտալը ձեր Երևանի հիվանդանոցային համակարգը վստահելի է, այստեղ մեր վիրավորներին դուք չեք սպանի, որովհետև փորձ ունենք 1917 թվականին երբ ռուսական բանակը զինաթափված գնում էր թուրքերը Գանջայում, Մանջայում սպանեցին, սպանդ կազմակե, նրանք դրա համար զգուշանում էին, ասում են Հայաստանում չեք սպանի մեր վիրավոր զինվորներին, գլխավոր սննդամթերքի պահեստները Հայաստանում էին, մսի պահեստները 5-6 հատ մսի սառնարան կար Հայաստանում, դա մերը չէր, դա բանակինն էր, ցորենի, հացահատիկի, դա 7-րդ բանակ, այսինքն ես գնացել եմ ընդեղել, Մոսկվա, ունեմ, Գրաչովի ասում են, որ դա ձերը չի ձեռ մի տվեք, պահեստները մի քանդեք, այդ հացամթերքի պահեստները մի քանդեք, դա մերն է, մենք ընդեղ պետք է կռիվ անենք, հիմա ես ասում եմ, որ նույնիսկ սովետական միության ժամանակ, երբ որ մենք չէինք գլխավոր դաշնակիցը Վրաստանն ու Ադրբեջանը ավելի կարևոր էին, նույնիսկ Պոլիտբյուրոյի անդամներ էին, դա կարգավիճակ էր նրանց ղեկավարները, մերը չէ։ Ուրեմն Հայաստանը ֆորպոստ է։ Հիմա Հայաստանը հենց որ ասում ենք, մենք երրորդին բոլորին ռադ ենք անում, բան ասում եմ, այտենց մի ասեք։ Բոլորին ռադ անել չի կարելի։ Հենց բոլորին ռադ արեցիք, մեզ էլ ռադ կանեն, չի կարելի։ Մենք անպայման պետք է լինենք անվտանգային համակարգի մեջ, դա ցանկալի է որ լինի եվրոպական անվտանգային համակարգ։ Հնդկաստանը լավն է, բայց լավ է որ մեր անվտանգությունը երաշխավորեն եվրոպացիները։ Որոշ դեպքերում իդեմս Ռուսաստանի Արմյանսկայա օբլաստ, Արմյանսկայա SSR, դա Ռուսաստանն էր ապահովում։ Հիմա Ռուսաստանը չի կարողանում ապահովել։ Ուրեմն մենք գնում ենք Եվրոպա։ Նիկոլ Փաշինյան ասում ենք արագացրու Փոխ վարչապետ, քո տեղակալը թող լինի դա կազմակերպի, դու գնա քու գործերն արա, դա գիտեք, չէ, ձեռք սեղմումներ բաներ կան։ Հեծանիվ քշել։ Իմ կարծիքը դա է, որ Ռուսաստանը նահանջել է ոչ ամբողջությամբ, օրինակ վերջերս ասացին, որ գիտեք ինչ, հաստատության պայմանագիր եկեք Մոսկվայում արեք, ուզում եմ մասնակցել։ Գիտեք, չէ, խաղաղության պայմանագիր ասում են եկեք Մոսկվայում արեք, չգնաք Վաշինգտոն, հեռու է։ Եկեք այստեղ։ Տեսնում եք, դա նշանակում է մասնակցություն, ոչ մոնոպոլիա։ Մի ժամանակ ասում են
Դու ոչ էլ եկեք, ստեղ հայեր կան, դրանք կստորագրեն։ Շնորհակալություն պարոն Արշակյան, Երկար հետաքրքիր, խոսեցի, հա։ այո, զրույցի համար։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր սովետական դիսիդենտ Ազատ Արշակյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։